Ըստ հետազոտությունների մոլորակի կանանց կեսը կյանքում գոնե մեկ անգամ իր մաշկի վրա զգացել է ցիստիտի բացասական հետևանքները։ Ինչ-որ շատ հանդիպում դա ինֆեկցիոն բնույթի ախտահարումն է։ Ինչ է ցիստիտը։ Տատիկների ասած ոտքերը սառեցնելուց ցիստիտ առաջանում է, թե սա միֆ է։ Չէ, տատիկների ասածը կատեգորիկ սխալ է այս առումով։ Իրանց մեղավորը ոնց որ ասացինք 80% դեպքերում աղիքային ցուպիկն է, ինքը շատ հետաքրքիր բակտերիա է, իր ամբողջ մարմնի վրա չանչեր կան։ Իրանք միզապարկի լորձաթաղանթի վրա են հավաքվում։ Օրինակ մուսուլմանական երկրներում որոշակի հետազոտություններ ցույց են տալիս, որ կանացված ցիստիտ ավելի քիչ է հանդիպում։ Սուտ իրանց հիգիենայից ելնելով իրանք օրինակ զուգային թուղթ չեն օգտագործում, միայն լվանում է։ Ցիստիտի ախտանիշները եթե նշենք, հա, այսպես ոնց ճանաչի կինը աղջիկը։ Ստորը որովայնային հատվածում ցավերն է, հաճախամիզությունն է, միզարձակման վերջում կամ կեսից ցավերն են, արյունն է մեզում, դուրս եք գալի աշխատանքի, հասնում եք օֆիս զուգարան 5 րոպետո զուգարան, 20 րոպետո զուգարան, կյանքի որակն է գցում։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք ամենատարածված հիվանդություններից մեկի ցիստիտի մասին, որը 8 անգամ ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, եւ ըստ հետազոտությունների մոլորակի կանանց կեսը կյանքում գոնե մեկ անգամ իր մաշկի վրա զգացել է ցիստիտի բացասական հետևանքները։ Եվ ուրեմն ինչ է ցիստիտը, որոնք են առաջացման պատճառները եւ ամենակարևորը ինչպես է բուժվում ցիստիտը, կզրուցենք ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ։ Բարև ձեզ դոկտոր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ինչ կապված է ցիստիկն ինչ է դա միզապարկի բորբոքումն է։ Տարական բորբոքում։ Իր հարուստ շատ տարատեսակներ կան։ Այն ինչ որ դուք նշում եք, այն ինչ որ մատնանշում եք, այն ինչ որ շատ հանդիպում դա ինֆեկցիոն բնույթի ախտահարումն է, այսինքն ինֆեկցիոն բնույթի սեպտիկ բորբոքումն է։ Մեր լսարանը հիմա պիտի զարմանա, որ ցիստիտի մասին խոսում է ուրոլոգը եւ ոչ թե գինեկոլոգը, ասենք թե գինեկոլոգները ընդհանրապես ցիստիտով չպետք է զբաղվեն, դա ուրոլոգիական խնդիր է։ Բացառությամբ այն դեպքերի, երբ որ ցիստիտը կյանքում առաջին անգամ է, որ ինքը արդեն ասում է քրոնիկ փուլի, դա արդեն ինքը ուրոլոգիական խնդիր է, որտեղ միզապարկը ինքը միզուղիների ինֆեկցիոն հիվանդություն է։ Միզուղիների ինֆեկցիոն հիվանդություն է, ու դրանով պետք է զբաղվեն ուրոլոգները։ Մեկ եկեք հասկանանք, թե ինչ է ցիստիտը։ Տատիկների ասած ոտքերը սառեցնելուց ցիստիտ առաջանում է, թե սա միֆ է։ Չէ, տատիկների ասածը կատեգորիկ սխալ է այս առումով, չէ, ոտքերը սառեցնելը ընդհանրապես կարող որոշակի դեպքերում, շատ քիչ տոկոս դեպքերում նպաստավոր պայմանների բերի, որպեսզի միզապարկում համապատասխան բակտերիաները, հիմնական 80% դեպքերում դա աղիքային ցուպիկն է, բազմանա ու առաջացնի միզապարկի պատի բորբոքումներ։ Հաճախամիզությունը ցիստիտ է, ինչպես տարբերել ախտանիշները ցիստիտի։ Չեք կարա տարբերեք, մինչև չայցելեք ուրոլոգի։ Հաճախամիզությունը 100 հիվանդության կարող ախտանիշ լինի, ցիստիտի ախտանիշներից ընդամենը մեկն է։ Իսկ ցիստիտի ախտանիշները եթե նշենք, հա, այսպես ոնց ճանաչի կինը աղջիկը։ Ստորը որովայնային հատվածում ցավերն է, հաճախամիզությունն է, միզարձակման վերջում կամ կեսից ցավերն են, արյունն է մեզում, որոշ ծանր դեպքերում ջերմության բարձրացում, դող, սարսուռ եւ այլն։ Ցիստիտը կարող է ուղեկցվել նաև արյան հետքերով, վտանգավորության մասին խոսենք եւ ինչ հիվանդության մասին կարող է հուշել։ Չէ, վտանգավորություն չկա, եթե արյան հետևանքը ցիստիտն է, բայց մեզում արյունը ինձ թվում է ամենավտանգավոր գանգատներից մեկն է մարդկության մեջ, ու եթե մեզում նույնիսկ մեկ անգամ արյուն է նկատում մարդը, պարտադիր պետքա շատ արագ սկսի հետազոտվել։ Ինչպես եք դուք ախտորոշում ցիստիտը, ինչ հետազոտություններ եք։ Ցիստիտը ախտորոշելու համար ընդհանրապես պետքա հավաքել գանգատները։ Եվ շեշտեմ, որ սոնոգրաֆիան ցիստիտի ախտորոշման մեջ չի մտնում, որպես բան մարդիկ շատ են սիրում։ Էխո գցեցինք, տենանք ունենք, թե չէ։ Սոնոգրաֆիան չի մտնում որպես ցիստիտի բուժման ալգորիթմի մեջ, դա մեզի ընդհանուր քննությունն է, դա գանգատներն են, դա արտաքին զննումն է եւ մեզի մարիաբանական քննությունը կարող մտնի։ Ինչ կարող օգնի շաքարի անալիզը, գլյուկոզայի անալիզն է պարտադիր, որովհետեւ նկարել տարվա ընթացքում մենք մոտ 20 դեպք ենք հայտնաբերել, երբ որ ցիստիտով հիվանդ էին, թեկուզ երիտասարդ աղջիկներ էին, բայց ցիստիտի սրման պատճառը շաքարային դիաբետն էր։ Վիտամին D-ի դեֆիցիտի ու ցիստիտի մասին ահագին հետազոտություններ կան, որ ուղղակի կորելացիա կա, կապի մասին ոչ մեկ չի ասում, բայց ցույցատրված, որ ում մոտ որ վիտամին D-ն ցածր է, այս մոտ ցիստիտների կրկնման հավանականությունն էլ է շատ։ Թերևս այսքան է էլի։ Էլ ինչ բարդություններ կարող է առաջացնել չբուժվող ցիստիտը։ Դե ինքը արդեն կյանքի որակը մարդու գցում է, այլ պատկերացրեք ամեն թե զուգարան գնալուց, ամեն միզելուց ցավ, տառապանք, հաճախամիզություն, դուրս եք գալի աշխատանքի, հասնում եք օֆիս զուգարան 5 րոպետո զուգարան, 20 րոպետո զուգարան,
կյանքի որակն է գցում։ Պլյուս կարա լինի վերել ինֆեկցիա արդեն դեպի երիկամներ, դառնա արդեն երիկամի բորբոքային պատճառ, որը արդեն ուրգենտ ուրոլոգիա, այսինքն շտապ ուրոլոգիա, որը անհրաժեշտության դեպքում հիվանդը պետք է հոսպիտալիզացվի, բայց դա քիչ տոկոս դեպքերում է հիմա լինում։ Ուրեմն ցիստիտի դեպքում պետք է դիմել ուրոլոգի, ինչպես է բուժվում ցիստիտը։ Եթե բակտերիալ ցիստիտի մասին ենք խոսում, կան հակաբիոտիկների խմբեր, իրենք պետքա բուժվեն։ Իրանց մեղավորը ոնց որ ասացինք 80% դեպքերում աղիքային ցուպիկն է, ինքը շատ հետաքրքիր բակտերիա է, իր ամբողջ մարմնի վրա չանչեր կան։ Իրանք միզապարկի լորձաթաղանթի վրա են հավաքվում։ Պետքա օգտագործել համապատասխան պրեպարատներ, որոնք կհարթեցնեն միզապարկի պատի լորձաթաղանթը, ու այդ բակտերիաները կվերանան օրգանիզմից։ Չեմ ուզում ժամանակի շուտ անցնել հիգիենային, բայց ուզում եմ հասկանամ ոնց է այդ աղիքային ցուպիկը հայտնվում։ Հետանցքից լավ ասացիք։ Կանանց մոտ հետանցքում միզուկը իր շատ մոտիկ են գտնում, իսկ աղիքային ցուպիկը այնտեղ է ապրում բնականից, իր ոչ թե ինքը վատա, որ այնտեղ ապրում, այլ իր տեղն է ապրելու, էլի։ Ու աղիքային բակտերիաները տանցնում է։ Օրինակ մուսուլմանական երկրներում որոշակի հետազոտություններ ցույց են տալիս, որ կանանց մոտ ցիստիտ ավելի քիչ է հանդիպում, զուտ իրենց հիգիենայից ելնելով իրենք օրինակ զուգային թուղթ չեն օգտագործում, միայն լվանում են ու նույնը խորհուրդ եմ տալիս բոլոր այն կանայք, ովքեր ունեն քրոնիկ ցիստիտ, մի օգտագործեք ընդհանրապես զուգային թուղթ։ Ձեր դեֆեկացիայի ակտից հետո, որ ասում եմ դուս եկաք, լվացեք հիգիենիկ դուշով 7-10 հազար դրամ է։ Տվեք, բերեք տունը տեղադրեք, բարդ բան չկա, ու օգտագործեք այդ հիգիենիկ դուշերը։ Զուգային թուղթ կատեգորիկ չի կարելի իրանց ճիշտ օգտագործել, սխալ թաց անձեռոցիկ ոչ մի բան չի օգնելու։ Հիգիենիկ դուշի կիրառում է։ Շատ լավ, այս վարքային թերապիան եթե շարունակվի, շատ կանայք աղջիկներ մարգանցովկայի օգնությանն են դիմում տարբեր ինֆեկցիաներից ձերբազատվելու համար, կարող է վնասել։ Վնասել չգիտեմ, մարգանցովկա ես երբեք չեմ նշանակել, չեմ օգտագործել, իմաստը չեմ, ես սովետական ամեն ինչի այդպես վերևից եմ նայում, մեծամտորեն, լավ եմ անում։ Ու չէ, չեմ հասկանում մարգանցովկան ինչ պետք է անի, ասենք տեղային մի երկու հատ բակտերիա սպանեց հետո։ Վնասի մասին չեմ կարող ասել, որովհետև հիմա քիչ են երիտասարդներ են իմ մոտ հիմնականում գալի, իրանք համարյա այդպես բաներ չեն օգտագործում։ Եթե կա գեմառոյ, եթե կա աղիքի ճակ, դա պետքա բուժվի ու չբուժվի այն մակարդակում, որ գեմառոյն ու աղիքի ճաքը գանգատ չեն տալիս, այլ պետք է բուժվի լիովին այդ հիվանդությունը, որովհետև իրանք էլ են բարենպաստ պայմաններ ստեղծում, որպեսզի աղիքային ցուպիկը բազմանա ու անցնի միզողիներ։ Մեղրամսի ցիստիտի մասին ինչ պետք է իմանալ, ինչից զգուշանալ։ Ոչ մի բանից չեք կարող զգուշանալ, չեք կարող ոչ մի բան անել։ Եղավ մեղրամսի ցիստիտը, ոչինչ։ Բայել եք մեղրամիսը որոշակիորեն կամ կապվեք որևէ մասնագետի հետ, որ դες կուղորթի հետ պահին ինչ անել ու հանգիստ վայելեք ձեր մեղրամիսը, հետո կգաք մի բան կանեմ։ Առաջացման պատճառներն ինն են։ Չէ, այստեղ առաջացած պատճառները դեֆլորացիայի հետևանքով, կուսաթաղանթի վնասման հետևանքով բակտերիաների բազմակի աճն է, որը կարող անցնի նաև շատ քիչ է ինքը հանդիպում, շատ տարին 2-3 հիվանդ լինի այդ խնդրով թե չէ։ Մեղրամսի ցիստի մնացած բաների համար կարող եմ ձեռքի օգնություն առաջի ունենալ գլուկոզայի ու դեմանոզայով պրեպարատներ, բայց դրանք շուկայում այնքան շատ ու անորակ են, ընդհանրապես 2-3 անվանումն է նորմալ որակի համապատասխան 90%-ը կարող ստանաս դենթափես էլի։ Չի օգնում կարող։ Դե դոզիրովկեքը ինչ որ խնդալու դոզիրովկեքով են կամ չեն համապատասխան իրականության։ Ճիշտ վերցնելու համար բժիշկը պետք է ցուցի, հիմա ինչ որ խորհուրդ չեն կարող տալ։ Դե հիմա հա, մանավանդ եթե մարդիկ կարանդին մասնագետի հասկանա որն է։ Հա, բայց եվրոպական ուղեցույցները անգամ ինքնաբուժություն են ցույցում։ Եվրոպական այդ մեր հաղորդումն եք նայում։ Հա, եվրոպական էդի ցույցում են 10 տարի ու ավելի։ Ինչի համար Եվրոպայում բժշկի մոտ գնալը շատ բարդ է։ Այսօր գրանցվեցիք 6 ամսից ձեր հերթը հասավ։ Մեր մոտ այտենց չի, մեր մոտ գրանցվեցիք 2 օրից ամենաշատը ձեր հերթը կհասնի։ Այդ ինքնաբուժությունը ոնց որ իրանց առողջապահական համակարգի թերացման ճիճն է, էլի։ Մեր դեպքում պետք չի ինքնաբուժությամբ զբաղվել։ Մեր դեպքում կարելի է հիմա մանավանդ եթե առողջապահության ապահովագրությունը կա, դուք կարող որ բոլոր մեծ հիվանդանոցներում ուրոլոգիական բաժանմունքներում կամ բժիշկներ, որոնք դες մեծ սիրով կընդունեն ու կողորթեն։ Պրոֆիլակտիկ ինչ խորհուրդ կտաք։ Ջուր շատ խմել, կիլոգրամ քաշի 30 մլ ջուր։ Ինչու՞։ Որովհետև շատերը խուսափում են ուղղակի ջրից, որովհետև մաքրի հանի տանի, այտենց շատ པարս ֆիզիկա է, էլի այդտեղ, հա։ Շլանգը որ բացում եք, ինչ որտեղ մաքրում եք, նույն պրինցիպով աշխատում է դա։ Խողովակները պետք է մաքրել։ Օգնության է հասնում ջուրը։ Ջուրը, այո, մեր Հայաստանի ջուրը շատ համեղ է, շատ լավն է, ճիշտ է, ինքը շատ ծանր ջուր է, բայց ամեն դեպքում օգտակար կարող լինի։
Փորձենք ամփոփել, ինչ չասացինք Դավիթ, ինչպես բուժել ցիստիտը, ինչպես կանխարգելել։ Ինչպես բուժել ցիստիտը։ Երբեք ինքնուրույն մի առեք դեղատներից դեղամիջոցներ, որոնք ձեզ կառաջարկեն, օրինակ շատ ժամանակ դեղատներից հիվանդներին տալիս են ֆտորխինալոինային խմբի անտիբիոտիկներ, որոնք բավականին ծանր անտիբիոտիկներ են, ցիստիտի բուժման համար կան ավելի էֆեկտիվ, ավելի թեթև անտիբիոտիկներ։ Այդ նույնիսկ մեր եվրոպական գայդերում այդ ֆտորխինալոինային խումբը սահմանափակ է ցիստիտի կիրառման դեպքում, ասում գրածա կոպիտ ասած, եթե ճար չունեք ուրիշ նոր օգտագործեք, իսկ մեր դեղատներում շատ թեթև են տալիս այդ նման դեղորայքը, չնայած օրենքը կա էլեկտրոնային դեղատոմսերի։ Բայց դե ով է հետևում այդ օրենքներին։ Իսկ կանխարգելելու համար ջուր, ուսո դա։ Հիգիենա մեկը հետանցքի լվանել, այո։ Ոչ թե գնալ դեֆեկացիան անել, զուգային թուղթ օգտագործել լվանել, դուս եկաք լվացիք ու գնացիք ձեր գործերը։ Այսպեսին էր ուրոլոգ Դավիթ Տոնոյանը, կարճ կոնկրետ, իդեպ ասեմ, որ Դավիթը վատ առողջ է, բայց եկավ մեր հաղորդմանը, որ պրավատ չունենանք, շնորհակալություն Դավիթ, այո, եւ առողջություն ձեզ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շարունակեք հետևել մեր հաղորդումներին, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, գրեք մեկնաբանություններում, թե ինչ թեմաների կցանկանաք անդրադառնալ, հետևեք մեզ նաեւ սոցիալական էջերում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի, ինչպես նաեւ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։